Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ հաստատվելու կապակցությամբ, ոմանց դեպքում խորհրդի անդամ վերընտրվելու, մյուսների պարագայում առաջին անգամ ընդգրկվելու կապակցությամբ։ Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, մեր երիտասարդական կառույցի անդամներին եւ վստահ եմ, որ նրանք եկել են մեր խորհուրդ նոր եռանդ, նոր ոգևորություն, նոր ավյուն են բերել, նոր էներգիա են բերել։ Շաբաթ օրը ես շատ լավ հանդիպում եմ ունեցել մեր երիտասարդական կառույցի հետ, առանց չափազանցացնելու ասեմ, որ ունենք լուսավոր երիտասարդներ եւ ինչպես այնտեղ եմ ասել, մենք շատ հանգիստ կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան։ Վստահ եմ, որ խորհրդի երիտասարդ անդամները շատ ջանասեր են լինելու եւ եկել են այստեղ, որպեսզի մասնակցեն մեր բարեփոխումներին նոր եռանդով։ Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացական մարմնի անդամ լինելը իմ պատկերացմամբ ոչ թե ինչ-որ մի արտոնություն է, ինչ-որ այլ ակնկալիքով հանդես գալն է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է։ Եվ նոր սահմանադրության պայմաններում մեր երկրում փոխվելու է քաղաքական կուսակցությունների դերակատարության աստիճանը։ Փոխվելու են կուսակցական աշխատանքի ծավալներն ու հարթությունները։ Այստեղ որևէ կասկած ես չունեմ։ Այս խորհուրդը շատ ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու ամենատարբեր թեմաների քննարկման եւ իհարկե որոշումների կայացման մեջ։ Ավելի ակտիվ, քան եղել է մինչ այսօր։ Սա ոչ միայն մեր կուսակցությանն է վերաբերվում, սա վերաբերում է բոլոր կուսակցություններին։ Կարծում եմ, բոլոր այն կուսակցությունները, ովքեր պետք է ապագայում շարունակեն իրենց գործունեությունը, պետք է աշխատեն այս ոճով։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, թե կուսակցական աշխատանքում, թե պետական աշխատանքում եւ թե անձնական կյանքում։ Այսօրվա մեր հիմնական խնդիրն անշուշտ գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է։ Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները ինչքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական եւ իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որ ամենից կարևորն է ամենակենսունակ թիմը։ Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է։ Եվ սա վաղուց է, գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունը այդպիսին է։ Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականություն է։ Հետևաբար մենք մեր ծրագրերով հանդես գալուց բացի առաջին հերթին հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը։ Մենք ամեն ինչ արել ենք մինչ այս պահը այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար եւ այսուհետ եւս պետք է շարունակենք նույն ոգով։
երբ որ ընթանում էին բանակցություններ ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ապա չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված ընտրական օրենսգիրք։ Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում։ Ուստի մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրման այս գործում։ Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում տարակարծություն կա որոշակի ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ։ Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն էր եւ դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ։ Կարծում եմ, պարոն Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք։ Անկեղծ ասեմ, որ իրավաբանական ձևակերպումների ցանդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ։ Ես ցանկանում եի, որպեսզի ապրիլի 2-ին եւ հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը։ Ցանկանում եմ, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը։ Ցանկանում եմ, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում։ Իհարկե, անկախ ընտրություններից դա հիմա էլ ենք անում։ Ես անձամբ դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին եւ հիմա էլ դեմ չեմ մի 4-5 օրով ավելի ուշ տեղափոխել ընտրությունների օրը։ Բայց մի փոքր էլ սպասենք, երբ որ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները եւ մենք կարողանանք գալ նրանց հետ համաձայնության, բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ, մեզ ոչինչ չի խանգարի, եթե մենք ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները։ Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա վստահ եմ, մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ եւ ընտրական process-ը ոչնչով չի խաթարվում։ Բայց համբերենք, սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Ինչ վերաբերվում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին։ Շատ առողջ եւ ողջունելի գործընթաց է։ Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ եւ կունենանք շատ ավելի կայուն եւ արդյունավետ քաղաքական դաշտ։ Անցել է ընդամենը 1 տարուց մի քիչ ավել եւ ահա խնդրեմ տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը։ Մենք առնվազն մի 15 տարի լսում էինք, որ մեր երկրում
քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում։ Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր առաջարկում, բայց գործընթացը չէր ընթանում։ Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ եւ մնացած փոքր կուսակցությունները կմնան անշուշտ, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա։ Կուսակցությունները կխոշորանան։ Դա մեր երկրին անհրաժեշտ է։ Եվ ուզում եմ, որ առաջին հերթին դուք այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են սահմանադրություն, բոլորն էլ այսպես են լինել։ Կարող են լինել որոշակի անհարթություններ, կարող են որոշակի թեթև պրոբլեմներ առաջանան, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, եւ այդ պարագայում այդ անհարթությունները, այդ փոքր եղած խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն եւ չեն կարող դառնալ պրոբլեմներ։ Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում։ Հետո մտքին դնում է, որ երկրորդը կառուցի իր սխալների վրա, իր դուր չեկածի վրա։ Իսկ մենք նորից եմ ասում, մի պետության կառավարման համակարգ են փոխում։ Եվ բոլորս այստեղ պիտի շատ համոզված լինենք։ Մի քանի խոսք ընդամենը երկու բառ, այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի մասին եւ դրանով ես կավարտեմ։ Գայք Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու մասին եւ դաշինքներ ձևավորվելու մասին։ Շատ հագիրճ եմ ասում, ես չեմ ողջունել Գայք Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը։ Իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցության ընտրապայքարին, ինչպես ասացի, դրական երևույթ եմ համարում։ Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է, ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ, ուզում են ներկայացնել, թե հանրապետականից արտախոսք կա։ Ինչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է։ Միայն վերջի մի քանի ամիսներին անդամագրվել են մեր կուսակցությանը 11,000-ից ավելի մարդ։ Ուզում եմ այս թեմային ես արձագանքել փոխաբերաբար։ Գիտեք, մայր գետերը, լայն գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկանքով։ Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս։ Եվ այն արվակները, որոնք պոկվում են մայր գետից, եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում են։ Սա է, բնության օրենքը, սա է։ Եվ որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին։ Մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց ըստ էության սա է։ Թե ներքին, թե արտաքին եւ թե տնտեսական քաղաքականության հարցերում հանրապետականն ունի հստակ, շատ հստակ ծրագիր եւ մոտեցում։ Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, թե ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության, գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից եւ
մարտահրավերներից։ Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր մենք չենք լուծում։ Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր։ Սա է մեր հարցը։ Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում։ Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները, հավակնությունները։ Նեղացածներ չպետք է լինեն, և մեր գործիչները այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա։ Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել հանրապետական կուսակցության օգտին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց իրենց անձի մասին պատկերացումներով։ Տեսնում եմ, ով ինչքան է աշխատում, տեսնում եմ, ով ինչպես է աշխատում և իմ տեսակյունից գնահատական եմ տալիս։ Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի, թե ինքը որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն կդառնա շատ ներողություն բառիս համար շիլաշփոթ։ Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է։ Այնքան բարձր, որ միգուցե մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում։ Իշխանությունը բազմաթիվ անգամ կրկնածս նորից ասեմ, վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ։ Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է։ Մենք վստահ եմ ունենալու ենք կուսակցականների առավել արդյունավետ և առավել համապարփակ ներգրավվածություն մեր երկրի խնդիրների լուծման գործում։ Բոլորի ներգրավվածությունն ենք ապահովելու, իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր։ Շատ շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։